Հետընտրական Հայաստանում քրեական նոր գործերի ու վարույթների պակաս չկա, քրեական հերթական գործընթացը կրկին վերաբերում է ընդդիմադիր դաշտին։ Այս անգամ դատախազությունը փորձում է ստանալ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու թույլտվությունը։ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի պատգամավորական անձեռնխելիության հարցով կենտրոնական ընտրական հանձնաժողով էր դիմել արդեն երկրորդ անգամ։ ԿԸՀ-ն վերադարձրել է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն համաձայնություն է տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Այս որոշումից հետո ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում է, խնդիրը միայն որոշումը չէ, այլ այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն առհասարակ քննարկել է հարցը։ Կուսակցության ներկայացուցիչների եւ պաշտպանական կողմի գնահատմամբ պատգամավորի անձեռնխելիությանը վերաբերող ցանկացած հարց պետք է քննարկվեր ազգային ժողովում։ Իշխող քաղաքական ուժը խնդիր ունի կազմաքանդել ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները, հնարավորության չափ որոշ պատգամավորներ վերցնել իրեն եւ ապահովել սահմանադրական մեծամասնություն, ապագայում սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար։ Պաշտպանական կողմը հիշեցնում է նաև, որ նախորդ դիմումի դեպքում հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր արձանագրել, որ իրավասու չէ նման հարցով որոշում կայացնել։ Ըստ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների տվյալ իրավիճակում ԿԸՀ-ի մոտեցումը հակասում է իր իսկ նախկին դիրքորոշմանը եւ առաջացնում իրավական հարցեր։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում եւ դրան նախորդել էր կարծես Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը։ Ի պատասխան այս պնդումների ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ պատգամավորական մանդատների բաշխումը դեռևս չի նշանակում պատգամավորական լիազորությունների ստանձնում։ Նրա խոսքով պատգամավորների լիազորությունները ուժի մեջ են մտնում ազգային ժողովի առաջին նիստի գումարումից հետո։ Սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, սոցիալ-տնտեսական վիճակը ավելի կարող է վատանալ եւ դու պրոֆիլակտիկ ձևով կալանավորում ես ընդդիմադիր երկու խորհրդանական խմբակցությունների հնարավոր ղեկավարներին, դրանցով իսկ մի դեպքում Նարեկ Կարապետյանի դեպքում նաեւ ուժեղ Հայաստան, այսինքն դաշինքի ղեկավարին փաստացի ես բայդրությամբ, հիմա գերվածող ԵՏՄԿ եւ ղեկավարին, դու դրանցով կանխում ես նրանց հնարավոր ուրեմն մասնակցություն սոցիալական այդ շարժումները կազմակերպելու գործում։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթն ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների վերաբերում է հավաքներին մասնակցելուն հարկադրելուն եւ առանձնապես խոշոր չափի փողերի լվացմանը։ Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքները, դրանք համարելով քաղաքական հետապնդում։ Սա քաղաքական աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, ազգային ժողովում իր գործունեությանը միջամտելուն։ Ինքը Նարեկ Կարապետյանը եւս հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է։ Նա չի բացառել, որ առաջիկայում ընդդիմադիրների նկատմամբ կարող են հարուցվել նոր քրեական գործեր։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Դատախազությունը հայտնում է, Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։